Տեր-փառեն եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները երեկ գիշերվանից այսպես կտրուկ զարգացումներ ունեցան։ Տասնյակից ավել քահանաներ իրենց սոցիալական ցանցերում ընդ որում նույն տեքստը այսպես հրապարակելով տեղեկացնում են, թե միանում են Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Ընդ որում, երբ որ նրանց սոցիալական էջերը այս քահանաների ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ նրանք ոչ վաղ անցյալում ընդամենը օրեր առաջ, որը ժամանակ առաջ շատ կոշտ քննադատել են Նիկոլ Փաշինյանին, սուր հայտարարություններով են հանդես եկել, բայց ընդամենը կարճ ժամանակ անց նրանց միանում են Նիկոլ Փաշինյանի կողմն, այսպես ասած անցնում։ Բայց սրան զուգահեռել մեծ թվով քահանաներ, 2 տասնյակից ավել արդեն իրենց որդիական հնազանդությունը, աջակցություն են հայտնում ամենայն Հայոց կաթողիկոսին։ Հիմա ուզում եմ իմանալ, ինչ փոխվեց այս ընթացքում, այս քահանաները, ովքեր հակառակ արշավն անցան, այսպես ասած եկեղեցու դեմ դուրս եկան, ինչը փոխվեց նրանց դիրքորոշման մեջ։ Ես չգիտեմ ինչ փոխվեց, բայց արդեն այն, որ մի ժամանակ մի բան են ասել, հիմա 180 աստիճան տրամագծորեն ուրիշ բան են ասում, ուրեմն պետք է ենթադրություն անեք, չէ՞։ Ուրեմն միտեղ կեղծ են եղել։ Ընդհանուր վիճակը ամոթ է մեզ համար, հայ ազգի համար։ Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որովհետև մեր ժողովրդի հոգևոր կյանքի վրա է ազդում սա, առաջին հերթին մենք պատասխանատու ենք, եթե տեսակ մեր քահանաների մեր հայտարարությունները միտված էին ժողովրդին միաբանելու։ Մենք դեմ ենք, չէ, որ խաթարվի հավատացյալ հոտի միաբանությունը։ Իսկ թե իրենք միացողները ինչին են միանում, թող մեկ անգամ էլ կարդան այն խայտառակ հայտարարությունը, որի տակ ստորագրեցին եպիսկոպոսները հայտնի այդ հայտարարություն։ Ճնշումներ եղել են քահանայաստասի նկատմամբ։ Ես չգիտեմ անկեղծ ասած ճնշում եղել են, բայց որևէ բան չի արդարացնում սխալ քայլը։ Ես չգիտեմ անկեղծ ձեզ ասեմ, ճնշում եղել է, թե Բարքևի ակնկալիք եղել է մամուլից ես մամուլից եմ կարդացել, բայց չեմ կարող ասել, որ ինչը որ չգիտեմ, չեմ կարող պնդել, բայց որևէ բան չի կարող արդարացնել։ Որևէ բան։ Ոչ հոգևոր, ոչ մարդկային առումներով այդ արարքները ճիշտ չեն, որովհետև ես երեք էլ գրառում եմ արել, մի կողմում հավատարմությունն ու անդորրն է, մյուս կողմում քաոսը, որը չարի գործիքն է։ Պարզ է, որ ես եթե մի բան անում եմ, պիտի մտածեմ ինչ ազդեցություն կունենա մարդկանց վրա, ում համար ես պատասխանատու եմ։ Տեր-փառեն այս իրադարձություններից հետո ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ Մասեցոտ ընթեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից եւ նրա փոխարեն թեմի առաջնորդ նշանակվեց, տեղապահ նշանակվեց Հայր Ռուբենը։ Հիմա սրանից ընդամենը րոպեներ անց Մայրաթոռի որոշման հրապարակումից Նիկոլ Փաշինյանն է գրառում, թե կաթողիկոսի որոշումները առ ոչինչ են եւ կատարման ենթակա չէ, նրա գրառումն է։ Սրա մասին ուզում եմ իմանալ ինքը ինչ լիազորություններ ունի, որպեսզի քննարկման դնի կամ չեղարկի կաթողիկոսի որոշումները։ Որևէ մարդ, մանավանդ աշխարհիկ անձնավորություն, կապ չունի իր պաշտոնը։ Իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին դա։ Սա նույնը չէ, որ վարչապետը Սա նույնը չէ, որ վարչապետը, ասենք նախարար նշանակի, կաթողիկոսը ինչ որ հակադրվի ու ասի նա նախարար չէ, ես այլ թեկնածու այսպես ասած ունեմ։ Կարծես նույն իրավիճակը լինի։ Այո, նմանվում է, այսինքն որևէ մեկը իրավունք չունի ասելու, թե սա չեմ ընդունում։ Ես կարող եմ ասել, որ այդ ասողը, որ ասում է ես չեմ ընդունում, ավելի շատ հրահրման է հանգեցնել, անուղարկի կերպում է, որ մի ընդունեք այդ և միգուցե բոյկոտեք կամ եւ այլ, ենթադրում եմ։ Բայց նորից ու նորից մենք դիմում ենք մեր ժողովրդին, նորից ներողություն խնդրելով այս հեռահարվեջի համար, ստապ եղեք, ձեր աղոթքն արեք, ձեր աջակցությունը եկեղեցուն ցուցաբերեք, որովհետև եկեղեցին ձեզ հարգում է, եկեղեցին ձեզ սիրում է, նյութականացված է դա, միայն խոսքերով չէ։